Թեթեր բիրակի, ուտեստ, վերինգեշտեն ու շատ մարդիկ չեն գենա անտարբերասնի։ Եդոր համար այսօր եկել եմ իրար հետ պատրաստենք։ Ուրեմն ալուրը մաղեկ վերանգավելցինը կաղնու հավ գիթե, լեսնեք կկոլ ջուրը ու շաղվեք կը այսման ձերքերուն չգեբող խեմուր։ Այսօր ունեցանք հնարավորություն հանդիպել մի կնոջ, ով բազմազավակ մայր է, նաև տաղանդավոր խոհարար, բավականին ճանաչված բլոգեր։ Գայանե Սիրականյանն է, ով ծնվել եւ մեծացել է Նինոցմինդայի մունիցիպալիտետի Գանձա գյուղում։ Ամուսնանալով եւ կազմելով ընտանիք տեղափոխվել է այլ երկիր։ Նա բլոգեր է, տեսանկարահանում է ուտեստների եւ թխվածքների պատրաստումը։ Այսօր նա ունի 23,000 հետևորդ։ Խնդրեմ ձեզ ուշադրություն դարձնեք, իշքան բարակ ու սիրուն են ստացվի։ Խաշել են հետև մատուցեք կարակով ու մազունով, մազունի մեջ ցեղտորը մեծյան չինեք կամ կուզեք սոխարաջով։ Գայանե ջան, շատ հաճելի է, որ եկաք այսօր մեր տաղավար հյուր։ Կուզենայի, որ մի քիչ մանրամասնեք ձեր մասին, պատմեիք ձեր մասին ու հետո ասնենք թեմային, թե ինչպես ստացվեց, որ զբաղվեցիք այդ բլոգերի հետաքրքիր աշխատանքով։ Շնորհակալ եմ Եսենիա ջան, որ դուք հրավիրեցիք ինձ, ինձ շատ հաճելի էր։ Հիմա մի քիչ պատմեմ իմ մասին, հետո արդեն ես ծնվել մեծացել եմ Գանձա գյուղում, հետո որ արդեն դպրոցս ավարտեցի, ամուսնացա, տեղափոխվեցինք Կրասնոդար, հետո այնտեղից Կանադա, մենակ էի բալիկներիս հետ ու ամենաշատ զբաղմունքը իմ այնտեղ ավելի շատ ուտեստ պատրաստելն էր, հա, որովհետև բալիկները դեպ շատ են, իրենք քեզանից միշտ տարբեր ուտելիքներ են ուզում, մամայից պատրաստի, մամային պատրաստի։ Ու այդպես սկսվեց մի օր տեսնում եմ, որ ուրիշները պատրաստում են բլոգերությամբ են զբաղվում, ուզում էի միշտ սկսել, բայց շատ մեծ վախ կար։ Հետո մի անգամ ամուսինս ասեց, դու էլ ուզում ես նկարել, քեզ ինչ նխանգարում, հեռախոսն ունես, լավ, կամերան կա։ Ես էլ սկսեցի քիչ-քիչ նկարել, նկարներով էի սկզբում ցույց տալիս իմ բլոգում, հետո արդեն տեսնում եմ, որ մարդիկ շատանում են, սկսել եմ 160 հետևորդից ու այնտեղ արդեն քիչ-քիչ մարդիկ տեսնում են, որ իրենց հետաքրքրում էր։ Բայց էլի այն աճը չկար, որով սպասվում էր, ինձ թվում էր, հեսա մի անգամից հավաքվելու են մարդիկ, բայց այդքան էլ հեշտ չէր այդ աշխատանքը, բալիկներիս հետ համատեղել, բայց ամեն օր փորձում եմ մի նոր ուտեստ պատրաստել ու այդպես սկսեցի նկարահանել արդեն, քիչ-քիչ նկարահանում էի, արդեն տեսահոլովակի տեսքով էի ներկայացնում, բայց մարդիկ շատ եկերում են, որ իմ կյանքը փորձեմ ցույց տալ, Կանադայում ոնց ենք ապրում, երեխաներիս հետ, բայց մի քիչ ես քաշվում էի այդ ամեն ինչից, իմ անձնականը ցույց տալուց, ինչ որտեղ չգիտեմ, վախ կար, որ քննադատություններ շատ կլինեն, այն չի լինի։ Հետո ուզում էի մեր բարբարով շատ նկարեի, մեր գյուղի բարբարով, բայց էլի վախը մեծ էր, որ այդ հետ ասածին, հա, ես իր մոտ լինի մեջի հետ կապված, ու մեր աղջկայել էի հետևում, ինքը գեղեցիկ ափսեներ էր անում մրգերի, ինքը ինձ խորտեց, ասեց մի վախեցի, ձեր գյուղի բարբարով սկսի նկարել։ Ու տենց սկսեցի նկարել ամեն ինչը, հիմա գրական եմ խոսում ձեր մոտ, բայց առհասարակ ես տանել մեր բարբարով ենք մենք խոսում, Եմա չէ որ։ Բայց այդպես սկսեցինք, արդեն ես սկսեցի մեր բարբարով մեր գյուղի ու այդ ավելի մարդկանց գրավեց, մարդիկ էլ ավելի շատ սկսեցին գալ, որովհետև օտար երկրներում հենց մեր ջավախքից շատ մարդիկ կան ու իրենք սկսեցին իրենց կարոտը վերցնել իմ բլոգից, իմ խոսելու ձևից, իմ պատրաստածից, հիշում եմ առաջի բաղադրատոմսը դա ախրքալակի կաթաներ, մեր եզրումի կաթաներ, դե մենք շատ ասում ենք ախրքալակի կաթա, համ հետի արժանացավ, համ լավ կովասանքների հետի, որովհետև մարդիկ ասում են, ես ախալցիխեի կաթանեք, ես ասում են, ես ախալքալակինն է, ես եմ միշտ ասում եմ, ինչ կապ ունի, որտեղի ուտես նկարվում, համեղ է, մենք բոլորս է ուտում ենք, վայելում ենք։ Գայանե Սիրականյանը ոչ միայն 4 հրաշալի երեխաների մայր է, այլև մի կին, ով իր եռանդով ու նվիրվածությամբ ոգեշնչում է շատերին։ Իր բլոգի միջոցով նա կիսվում է հայկական խոհանոցի գաղտնիքներով, պատրաստելով անզուգական ուտեստներ, որոնք հիշեցնում են ընտանեկան ջերմությունը։ Հիմա 22,000 հոգի ենք երևի, հա։ Սկզբից նույնիսկ իստորիա չէի խոսում, սենց մենակ նկարներ էի դնում, ասենք պատմում էի այդ մթերքի մասին, թե ինչքան օգտակար կամ ինչ, հետո մի անգամ ամուսինս այսպես տեսահոլովակ ուղարկեց, թե պատկերացրու դու բեմի վրա կան, դե ես մտածում եմ 200 հոգին ինձ ինչ անելու, նայելու են ինձ, որ ինչ, այդտեղ աղջիկը ասում էր, պատկերացրու դու բեմի վրա կանգնած ես ու 200 հոգի քեզ են նայում, ինչքան մեծ է, չէ՞, ու սկսեցի քիչ-քիչ արդեն ես էլ խոսել, մարդիկ էլ ավելի հարազատ դարձա,
Իմ մեջ երես եղել իմ հասարակ լինել է, իմ անմիջականությունը, որ ես առանց ձևականությունների եմ եղել, ու չգիտեմ, այդպես մարդկանց սիրտը մտա։ Քանի որ դու ամեն օր ուտեստներ ես պատրաստում, ամեն անգամ զգում ես արդյոք պատասխանատվություն, որ կարող է չստացվի ու այդ դեպքում չես անել։ Հա, եղել է, որ շատ անգամ ես առաջի անգամ փորձում եմ իմ մոտ ստացվում, արդեն երկրորդ անգամը բաղադրատոմսի համար։ Բայց լինում է, որ մի անգամ տեսախցի գտնում եմ ու սկսում եմ նկարել այդ ամեն ինչը։ Իդեպ ես օգնող չունեմ, ես ինքս այդ ամեն ինչը կադրի հետևում կարող են իմ բալիկները լաց լինել կամ չգիտեմ, ես գնում եմ իրենց եմ հանգստացնում, գալիս եմ այստեղ արդեն վառված սոխն է ինձ սպասում կա, բայց միշտ փորձում եմ, որ փորձված լինի բաղադրատոմսը, որ մարդիկ չասեն, որ չփորձված կամ սուտ բաղադրատոմս եմ իրենց տալիս, ես ուզում եմ, որ իրենք իրոք վայելեն այդ բաղադրատոմսը, դե իմը զուտ հայկական չի, տարբեր ասենք բաղադրատոմսեր կարող եմ ներկայացնել, կցանկանայի զուտ հայկական, բայց իմ մոտ չի ստացվում, որ մենակ հայկական բաղադրատոմսեր լինեն, որովհետև ես ինքս սիրում եմ ազիական երկրների ուտելիքներ օրինակ, ոնց կարող եմ չներկայացնել, եթե ես համարը ամեն օր պատրաստում եմ։ Ու նույնիսկ կովածների հարցում, կովածները ճիշտ այդքան շատ չեմ արել, նույնիսկ փողել չեմ աշխատել նորմալ։ Ես կովածներն էլ միշտ փորձված ես, եթե մարդուն գիտեմ, միանգամից կովազդում եմ, որ իմ հետևորդներն էլ իրենք, ասենք, խափնված չլինեն այդ մարդու կողմից։ Յուրաքանչյուր ուտեստ, որ նա պատրաստում է, ոչ միայն համեղ է, այլև պատմություն ունի, անցյալի հիշողություններով ու սիրով լի։ Նա պահպանում եւ տարածում է հայկական խոհանոցի լավագույն ավանդույթները։ Իր հետևորդներին սովորեցնելով ոչ միայն բաղադրատոմսեր, այլ սնունդը հոգով ստեղծելու արվեստ է։ Որովհետև կսկսենք պատրաստել մեր բելնչիկները։ Բելնչիկները իրոք շատ նուրբ կստացվին։ Կենակ նաև մենակ կաթով պատրաստել, ուղղակի ես այս տարբերակով կպատրաստեմ, ուզեցած ես հետաքրքրվեմ։ Էման որ պատրաստեցեք ու անուշերեք։ Իսկ հետագայում ինչ ծրագրեր ունես, արդեն հայտնի ես, ունես շատ հետևորդներ, հետագայում ինչ կուզենայի, որ էլի ինչ որ շնորհություն մտցնի։ Նորություն, ես միշտ ուզել եմ իմ օրը նկարեմ ամբողջ օրը բալիկներիս հետ, արդեն բալիկներից շատ քիչ եմ ցույց տալիս, մեծը չի ուզում նկարվել, ինքը չի սիրում տեսախցիկներ, դե ամուսինս էլ տեսախցիկներից հեռու մարդ է, այն որ YouTube-ում նայում ես տարբեր այնտեղ ընտանիքներն են ցույց տալիս, իրենց վլոգներն են ցույց տալիս, միշտ ուզեցել եմ վլոգներ նկարեմ, բայց ինչ-որ բան միշտ խանգարել է։ Ու հիմա, չգիտեմ, մտածում եմ ժամանակի ընթացքում փոքրիկ վլոգներ մտցնեմ իմ էջի մեջ, ասենք մի ամբողջ օր մեզ հետ կամ միտեղ գնանք այդ օրը ներկայացնեմ մարդկանց, ինձ թվում է իրենց հետաքրքիր կլինի տեսնել, ասենք, մայրիկի կյանքը 4 բալիկների հետ։ Գայանե Սիրականյանը այլ բլոգերներից տարբերվում է նրանով, որ իր փոքրիկ տեսանյութերում խոսում է Գանձա գյուղի բարբառով, ինչը նրան ավելի անկեղծ ու մատչելի է դարձնում լսարանի համար։ Ես մեր Գանձայի բարբառով եմ, ու մարդիկ ճանաչում են միանգամից ասում են Ախարքալագի բարբառ։ Ես չեմ ներում Ախարքալագի, ուղղակի ինձ դուր է գալիս, որ հենց այդ Ախարքալագի այդ ճավախքը միանգամից մարդիկ ճանաչում են։ Ու ես ուզում եմ, որ ավելի հիմա էլի կան էջեր, որ սկսել են բարբառով ներկայացնել, ես շատ եմ ուրախանում, որովհետև թող մեր ճավախքի մասին թող շատ մարդիկ իմանան։ Ես միայն դա եմ ուզում։ Իմ էջով ես ուզեցել եմ սկզբից, որ մտածում եի, հեսա բլոգ եմ բացելու Հարստանը, այդ եղել է, ես չեմ պահում, որովհետև մտածում եմ, հեսա գովազդներ եմ անելու, բայց այդ այդպես չի, նախ աշխատանքը շատ դժվար է առաջ գնում, եթե լիովին չես մտնում այդ գործի մեջ։ Հետո արդեն որ բարբառով սկսեցի ու հենց Հայաստանի կողմից կամ ուրիշ երկրներից այդ կրական խոսող մարդիկ էին անում, այդ ոնց որ քեզ այսպես ասած ինատ է գցում, ուզում ես ավելի շատ քո բարբառով խոսես, որ իրենք ավելի շատ քո մասին իմանան, քո ջավախք աշխարհի մասին իմանան։ Դա իմ միակ աշխատանքն է հիմա, որ մեր ջավախքի մասին շատ մարդիկ իմանան, թեկուզ ես իմ փոքրիկ բլոգի միջոցով։ Գայանե Սիրականյանին ոգևորել են ինչպես տան անդամները եւ բարեկամները, այնպես էլ համադասարանցիները։ Նրա խոսքերը լի էին ուժով, սիրով ու նվիրվածությամբ, թե իր ընտանիքի, թե իր սիրելի զբաղմունքի հանդեպ։ Այնինչ նա անում է գալիս է սրտից եւ հենց դա է նրան դարձնում այդքան առանձնահատուկ։ Այս հացը շատ խմորիկ, երբ որ հենց տակ-տակ կուտեք, էման որ փորձեցեք, ձեզի հաստատ դուր կգա։ Ու Միկմեծյանն է միանակ էջին, որ մեկ այլ բաղադրատոմսերը բաց չթողնեք։ Այ մի քանի անգամ դուք շեշտեցիք, որ գումար աշխատելու միջոց, արդյոք հնարավոր է հենց աշխատել գումար եւ մոտավորապես ինչքան։ Հա, գումար հնարավոր է աշխատել, ես չեմ վախենում այդ մասին ասել։ Հնարավոր է աշխատել, եթե կրակետ ես ամեն ինչ անում։ Ես օրինակ իմ բլոգը արդեն 4 տարի սկսել եմ, բայց միշտ կիսատ եմ թողել, եղել է որ 6 ամիս եմ կիսատ թողել, այդպես չեմ մտել։
բայց մարդիկ մեկ է ինձ գրել են, մենք շփվել ենք իմ հետևորդները, ես որ Կանադայի ապրում, դե Ռուսաստանից մարդիկ չէին կարող փող ուղարկել, այստեղից էլի հնարավոր էր, բայց այստեղից ես չի ուզում փող եւ փոխանցում եմ, ասենք իմ ծնողներին կամ պարտեր տարբերակով իրեր են փոխանցում։ Գայանե Սիրականյանի ճանապարհը թող լինի միշտ հաջողություններով լի, իսկ ստեղծագործական ոգեշնչումը երբեք չսպառվի։ Շատ անգամ ինձ հարցնեն իմ բալիկներս ինչ կենեն, երբ ես բաղադրատոմս կնկարեմ, ասեմ որ մեծերը ինձ միշտ կօգնեն, ես իրանց թույլ կտամ որ խոհանոցի մեջ ինձ իրան կօգնեն, հետև հետ իրանց պատրաստած ուտելիքը իրանք էլ ավելի հավասով կուտեն։